Արմլուր լրատվականի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական կուլիսներում կադրային ակտիվ գործընթացներ են ընթանում։ Արմլուր լրատվականի տեղեկություններով այս պահին թեժ քննարկումների առանցքում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրությունների հարցն է։ Արմլուրի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 29-ին նախատեսված է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում քննարկման հիմնական թեման լինելու է Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցը։ Ըստ մեր տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև իր արձակուրդի ավարտը փակել այդ հարցը իշխանության ներսում, վերջնականացնելով կադրային դասավորումները եւ քաղաքական թիմին նախապատրաստել Ազգային ժողովում սպասվող վարչապետի ընտրության գործընթացին։ Արմլուր լրատվականի աղբյուրների փոխանցման վարչության նիստում հերթով կներկայացվեն 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուները, կլսվեն նրանց ելույթները, որից հետո վարչությունը կկատարի իր ընտրությունը։ Դրանից հետո արդեն թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողով, որտեղ էլ տեղի կունենա նրանց պաշտոնական ընտրությունը։ Չի բացառվում, որ եթե մեկ նիստի ընթացքում չհաջողվի ավարտին հասցնել բոլոր քննարկումները, գործընթացը կշարունակվի հաջորդ օրը։ Ըստ իշխանական մեր աղբյուրների, թեկնածուների առաջադրումները փաստացի արդեն ավարտված են, իսկ հիմնական քաղաքական որոշումները կայացված։ Սա նշանակում է, որ վարչության նիստն ավելի շատ լինելու է այդ որոշումների հրապարակային ձևակերպման եւ վերջնական հաստատման փուլ, քան իրական մրցակցային ընտրություն։ Հանձնաժողովների նախագահների կազմը կարևոր նշանակություն ունի ոչ միայն խորհրդարանի ընթացիկ աշխատանքի կազմակերպման, այլև առաջիկա քաղաքական գործընթացների տեսանկյունից, քանի որ հենց այդ պաշտոններն են ապահովում օրենսդրական օրակարգի կառավարումը եւ խորհրդարանական մեծամասնության ազդեցությունը առանցքային ոլորտների նկատմամբ։